ուրեմն մի հատ մարդ էր գրե Նիկոլիկ։ Այդ մարդու ես ճանաչում եմ, երկու անգամ հանդիպել ենք, մի կտոր հաց ենք իրար հետ կիսել, անգամ կերել եւ այլ, ինքը լրիվ անտի-նիկոլական է եւ այլ, բայց դա չի նշանակում, որ ինքը իմ թշնամին է, ես ունեմ ընկերներ, ծանոթներ, որ հա հիմա Էնուսին են պատիժ կանում, Նիկոլին պատիժ կանում, բան, դա չի նշանակում, որ իմ թշնամին է։ Հիմա բոլորս է կարանք տարբեր տեսլականներ ունենանք, չէ՞, բան է, սրա հանդեպ, նրա հանդեպ եւ այլ, բայց իմ էջում մի գրեք Նիկոլիկ, ես դա չեմ ընդունում։ Ու հետո այդ մարդուն դիզլայք են դնում, ինքը բողոքում է, որ ինձ դիզլայք են դրել։ Եթե դու կարող ես ասես Նիկոլիկ, մի բողոքի, որ քեզ դիզլայք են դրել։ Կոպիտ ոչ մի բան քեզ չեն ասել։ Մի հատ էլ մարդ զանգեց, Երևանում վերջի մարդը չի։ Ինքը պրոռուսական է։ Բա Գորջան, հիասթափվում են մարդիկ քեզանից, ուրեմն հրահանգը եկել է Մոսկվայից արդեն, ինքը ընկերության վրա թքած ունի։ Չեն հիասթափվում, դու ես ինձի փորձում մանիպուլյացիա անես, չի ստացվի։ Գորջան, ես լրիվ անկախ եմ կրիտիկա անելուց, կանեմ, եթե պետք է կգովամ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե պետք է կրիտիկան կանեմ, այո։ Էլ եմ ասում, ես ոչ մի պոլիտիկի ամբիցիա չունեմ, ես չեմ ուզում դառնամ, մտնեմ քաղաքականության մեջ, դիպուտատ դառնամ, չգիտեմ, ինչ-որ պարտիայի լիդեր դառնամ, պարտիա ստեղծեմ եւ այլ, ոչ։ Իմ մտածելակերպը սենց է, բիզնեսմենը պոլիտիկ չպիտի դառնա, վերջ։ Սենց բաներ ինձ մի ասեք, խրատով հետս չխոսակ հանգարց, հակառակ ռեակցիան է գալի, ավելի կոպիտ եմ ուզում խոսամ։ Երբեք չփորձեք հետս խրատով խոսակ։ Ում դուրը չի գալի։ Առաջին ավտոբուսով գնացեք։ Հեռու ու էլ չվերադառնաք։ Լավ։ Լավ։ Հիմա ես միշտ ռազմավարությունաբերության թեման Ժողովրդյան վերջում եմ թողում, այսօր սկզբից ասեմ այդ թեմայով, հետո կվերադառնանք ինչա կատարվում մեր երկրում, ինչա բանանում, ուղղակի հիմա դրանք են առաջի կարևոր թեմաները, կան ռազմավարությունաբերությունը, ցավոք, իրանք տենց են անում։ Տենց լինի։ Ես մինչև իմ էֆիրը մի քիչ խոսեցի Մխիթար Հայրապետյանի հետ, մեր բանի, IT նախարարի հետ։ Մի քանի բան հարցրեցի, ճիշտ եմ, որ կարողանամ ձեզ ասեմ, Ժողովուրդ ջան։ Ուրեմն շատ բաներ կա, որ ես էֆիրում իրավունք չունեմ ասեմ, բայց երկու բառով ասեմ սենց, ես ոգևորված եմ, ես իրոք այդ մարդուն այդքան որ գովում եմ, հա, ու ինքը որ իրա ուպորը դնում է, իրա ակցենտը դնում է, գիտությունը զարգանա Հայաստանում, ոչ թե մենք պատրաստինը ստանանք, այլ Հայաստանում գիտությունը ստեղծվի, որ Հայաստանում արտադրվի, էլ մնացածի չեմ կարող ասեմ, Ժողովուրդ ջան, որի օր էֆիրն ասում եմ, в очередной раз этому человеку я скажу браво, իր այդ խոսելուց ոնց որ ես մեր Արտակ Ղուկասյանի հետ խոսեի, Ես լրիվ սենց, կես բառ ասում էր, ես հասկանում եմ, ես շարունակում եմ, ինքը հասկանում էր, ինքը շարունակում էր եւ այլ։ Человек на своем месте, человек работает. Браво. Մխիթար Հայրապետյան, շնորհակալություն, ես այսքան չեմ հիացել ոչ մի նախարարով, ինչքան ձեզանով, շնորհակալություն ձեզ։ Լավ, անցնենք մեր թեմաներից, սրբազաններից, բաներից, լեֆիկից, Սամվել Ալեքսանյան, տես, ես երբեք քեզ լեֆիկ չեմ ասել էֆիրներում, հիմա ասում եմ, ես ում ես միացե, սրանց, քոացականը անգամ լեֆիկ չեր, քոացականը փնթի սամո էր, ես Մալասիայի տղա եմ, փնթի սամո, ում ես միացե, սրանց, հարց եմ տալի, որ հեղափոխությունը եղավ, առաջի 3 տարին դու ՀԴՄ տվել ես քուսիցիներում, թե չէ, ուղղակի հարց եմ տալիս,
լվիկ գիտեր էլի վախտեր է դա գալի հա շատ սխալվար շատ Այս սրբազանել Կանադայի արա այս Կանադան էս ինչա դարը մեր երկրի համար ոնց որ ով եկավ ազգի բանը դավաճանից KGB-ին դարավ Կանադայից է գալի բևերիստները էսրանք նրանք եւ այլն անդե սրբազաներ անդե բաներ Այդ հանգստացեք արա Այս ժողովուրդը ապուշ չի հազար անգամ եմ ձեզ ասել այս ժողովուրդը ապուշ չի Այսինչ ջոգում ով է Այն 5000 դրամանոցներով դուք չեք հաղթելու ոչ մի բան ոչ ընտրություն եք հաղթելու ոչ բան եք հաղթելու չի լինելու դες բան Այն մարդիկ որ ինձ ասում էին բանը աղբեր հեսա Նիկոլայ Թալոյա բան է 19 թվին Ես բոլորից զգուշացնում եմ եթե այդ թվերի էֆիրներից նայեք Ժողովուրդ ջան ես ասում եմ Նիկոլ это надолго Այս ազգը հոգնել է ձեզանից Այո, Նիկոլը շատ դանդաղ է աշխատում, շատ սխալներ է անում, այո, հա, ես համաձայն եմ, բայց ցանկացած վլաստը, ցանկացած բանը պրեզիդենտը կամ պրեմիեր-մինիստրը կերազեր ձեր նման ընդդիմություն ունենար, որովհետև ձեր նման ընդդիմությունը մի հատ հրաշք կա, ընտրելիք չկա, կամ դուք եք դեբիլներ, Կամ Նիկոլնա Հենց այսօր կամ վաղը ընտրությունները լինի ես Նիկոլին եմ ձայն տալու որովհետև դուք եք այն մի կողմը Բլուդկի Արա ախար մեզ ոչ ընդդիմությունով է բախտներս բերե ոչ թշնամիներով է բախտներս բերե Այ մարդ կան նորմալ ազգեր չէ որ իր թշնամին անգլիացին է, իսպանացին է, չգիտեմ, գերմանացին է, արա մեր բախտը տրանում էլ չբերես, մեր թշնամին թուրքն է։ Գերմանիայի կանցլերը Իսրայելում այրոպորտում, որ իջավ Իսրայել, այրոպորտում չոքեց ներողություն խնդրեց։ Հրյաներից, այսենց։ Երազենք դες բաններ, չէ, մեր բախտը չբերեց։ Լավ, մամ, բանը, հա, ժողովուրդ ջան, մի հատ էլ շատ կարճ թեմա, շատ կարճ։ Բանը, ԱԱԾ-ի նոր տնօրենը, որ նոր է նշանակվել, ԱԱԾ-ի շատ ընկերներ ունեմ, բարձր պաշտոնների, հա, բոլորին զանգեցի խոսացի, ամեն օր բան ընկեր ենք, հազար հատ բան ենք իրար հետ կիսվել, հազար հատ բան ենք խոսել եւ այլ, միշտ, ամեն օր խոսում ենք, բայց հենց այդ թեմայից խոսում ես ԱԱԾ-ի, sense փակվում են, մի բառ չեն ասում։ Ասում են գոնե երկու բառ ասեք։ Ինչ մարդ է, ինչ ձևի է, բան единственная информация, որ մի քանի օգուց լսա, աշխատող տղա է Գորջան, աշխատում է։ Հիմա այդ ինֆորմացիան եմ ձեզ տալի, ժողովուրդ, ինչը ստացել եմ, դա տալիս եմ։ То есть ոչ մանրամաս չասին։ Բայց որ աշխատող տղա է, այդ տողերի տակ շատ բան է, չէ, հասկացվում։ Դե, աստված դա։ Հիմա անցնենք արդեն մեր եկեղեցուն եւ այլն։ Ուրեմն նայեք, դուք հիշում եք այն Պիեր Ռիշարի հետ կինոն, Իգրուշկա կինո էր կոչվում, որ այդ ֆիրմայի դիրեկտորը ասեց շալվարը թանի գնա օֆիսով քայլի, ինքը շալվարը հանում էր, արդեն պատրաստ էր, որ այդ օֆիսով քայլեր։ Ասում դուք ինչ եք անում, ասում դուք հրամայեցիք, ես շալվարս հանեմ, գնամ առանց շալվար ման գամ։ Ասում ես հիմա մտածեք, ովն է ավելի վատ, ես որ հրամայեցի, թե դուք, որը պատրաստ էիք այդ անելը։ Агенты Кремля. Да, Кремль это дьявол. Բայց ով ավելի վատ, ավելի զզվելի, նա ով հրամայեց, թե դուք, որը պատրաստ եք, այդ հրամանները կատարեք։ Ублюдки. Դուք չեք հասկանում, որ Հայաստանը այդ ֆունդամենտ է։
Ժորժան, դուք գիտեք բոլորը, մի քանի անգամ էֆիրներում ես ասել եմ, ես Արգենտինայում ապրել եմ մի քանի տարի, այնտեղ այն հին մասան աղբարները Ստամբուլի հայեր են, փախել եկել են Արգենտինա, 80 թվերին, 90-ի սկզբի թվերին եւ այլն։ Ինչի համար, որովհետեւ իրանք մնացին Ստամբուլում, Հայաստանը չկար, իրանք գիտեին իրանք փողը պահելու են։ Չէ, եթե Հայաստանը չկա, դուք ամբողջ կյանքը ուրվական եք լինելու, դուք թափառական եք լինելու։ Հայաստանն է ձեր մի հատ տեղը, ձեր ֆունդամենտը, որ երկրում որ ելնեք, մի հատ մեջքիդ երկիր ունես, որը կա։ Այս ծախելով ես երկիրը, տերտերներ ջան, սրբազաններ, քոչարաններ եւ այլն, քոչարան չնայած ադրբեջանցիներ ամասի ոչ կա, բայց հայեր, որ նրան միանում եք, փախնելու տեղ չեք ունենալու։ Փախել էին։ Տեսակ ինչ եղավ։ Ես ձեզ մի բան ասեմ։ Երևի այս աշխարհի երեսին մի քաղաքն է Երևանը, который тоскует по вам, ով գնացել է Երևանից։ Այդ քաղաքը ձեզ սպասում է։ Երևան тоскует по вам։ Վերադարձեք Հայաստան։ Եթե ես վերադարձա, ես վերջի 7 տարին Երևանում եմ ապրում։ Հիմա հա Իսպանիայում, որովհետև գործեր կա, բայց ես վերադառնալու եմ էլի։ 7 տարի։ Այ մարդ, այդքան տարի չեմ եղել, 20 տարուց ավել չի եղել։ Ես եկա, հա Երևանը, ես զգում եմ, Երևանը կարոտում է ինձ, ոնց որ ես իրան։ Դա մի հատ քաղաքն է աշխարհում։ Մի մտեք Երևան ու վատը մանեկեք։ Ցանկացած քաղաքում այդ վատը կա։ Եկեք Երևան փորձեք սարքեք ընենց, որ այդ քաղաքը լավ լինի։ Այդ մինուսները իրա բան, ցանկացած, ելի եմ ասում, ցանկացած քաղաքում աշխարհի կա մինուսները։ Եկեք այդ մինուսները մեր հետ, իրար հետ օգնենք, ուղենք։ Չենք ամանչում, որ ռուսներն էին գալիս զիբիլը հավաքում Երևանում, տեսել եք այդ կադրերը, մենք չենք կարող դա անենք։ Այդով է մեր չափ դարը, որ չի կարող կառուցի։ Մեր ազգը, իբր թե։ Աշխարհ են կառուցել, մենք մեր Երևանը չենք կարող կառուցենք, մեր Հայաստանը չենք կարող կառուցենք։ Հա, ու այս մեր ազգը, Ժողովուրդ ջան, ճիշտ է խոսանք, էլի, մեր ազգը ծանր ազգ է։ Էսի սենց ասեց, այնին ես խոսած, սրա աղջիկն ես գնաց, սրա տղեն ես գնաց, եւ այլև այդ ամեն ինչը բաց թողեք, եկեք կառուցենք։ Հա, ես իմ ուժերի հնարավորությունով անում եմ, ֆինանսավոր եւ այլն, ամեն մեկը իր ուժերի հնարավորությունով անի։ 1000-րդ անգամն եմ կրկնում, թուղթը ասֆալտից վերցրեք, գցեք աղբամանը, դուք արդեն բան արիք հայրենիքի համար։ Հիմա անցնենք մեր քրիստոնեությունից եւ տերտերներից, խոսանք եւ այլն։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով շատ հպարտանում ենք, բարձրանում ենք։ Ես էլ շատ հպարտ եմ, որ տես բան եղավ, հա։ Ժողովուրդ ջան, բայց ոնց որ միշտ ասում եմ, ամեն մեդալ ունի երկու կողմ։ Տենց էլ էս հարցը ունի երկու կողմ։ Մենք առաջի քրիստոնյան ենք, թե առաջինը մեր կրոնը թողած ազգն ենք։ Մենք թողեցինք մեր Վագնին, Անահիտին եւ այլն, ընդունեցինք քրիստոնեություն։ Լավ, դեմ չեմ։ Լավ, արեցինք։ Ես հիմա չեմ ասում ոչ մի բան, ուղղակի փաստեր եմ ասում։ Դուք նկատել եք, որ դրանից հետո մենք սկսեցինք հողեր կորցնել։ Մինչև այդ մենք հողը մենակ գրավում ենք, դրանից հետո սկսեցինք կորցնել։ Դա ոչ թե Աստված է մեղավոր, ոչ թե մեր կրոնն է մեղավոր։ Դա մեղավոր էին մեր տերտերները։ 1700 տարի մանիպուլյա էր իրանց մոտ։ 1700 տարի մանիպուլյացիա։ Դուք հասկանում եք օպիտը։ То есть մարդիկ չեն սովորում բան, այն ժամանակ դե գիտեք, թե անտիչնի ժամանակ, թե միջնադարում, թե բան, կրթություն տալիս էր միայն եկեղեցին, ժողովուրդ ջան։ Իսկ եկեղեցին դասիրակում էր ընենց, որ կարողանա մանիպուլյացիա անի, մինչև հիմա 21-րդ դարն է մանիպուլյացիա անում։ Այս սրբազաններ եւ այլն, որ եկեղեցում են, իրանք իմ եկեղեցու հետ կապ չունեն։ Իրանք մտե գրավել են այդ եկեղեցին։
Իսկ այդ գրավողները շատ են ժողովուրդ ջան։ Քանի քաղաք հանձնվեց չերես տերտերներ հայկական։ Տեր Ավետիսի անունը տամ։ Այդ անունը ես տամ մնացածը դուք տվեք։ Քանի քաղաք հանձնվեց չերես իրանց։ Իմ հավատի հետ իրան կապ չունեն։ Իհարկե մենք ունենք շատ լավ հոգևոր հայրեր։ Իհարկե ունենք, բայց ընդեղ էլ վլաստը վերցրել են սրանք բոլորը KGB-ի ագենտ։ Ամարդ, բա Սրբազան ջան, բա Գերմանիա քեզ հա արգելվել մտնել է, ցավը տանեմ։ KGB-ի ագենտ էր դրա համար։ Ու դու հիմա եկել ես Հայաստանում վլաստ վերցնել։ Դու իմ եկեղեցու հետ ինչ կապ ունես ընդհանրապես։ Am դոդի գագոն, ինչ կապ ունի իմ եկեղեցու հետ, խաչա դնում բան ան։ Արա դու եկեղեցու հայատու մարդ ես բռնաբար, աղջիկ ես բռնաբար։ Դու իմ եկեղեցու հետ ինչ կապ ունես, դու էլ ես սուր։ Հատ էլ թեմա խոսամ ժողովուրդ ջան։ Շատ վատ թեմա է, բայց ես ոնց որ բան օրենք անուններ չեմ տալի, համարյա չեմ տալի, բայց այսօր անուն տամ։ Ավետիք Քերոբյան, բարև ձեզ, ինչպես եք, լավ եք։ Հիմա ես դուի փոխվեմ, որտեվ դու ես, դուք չես։ Ուրեմն դու Վահան Քերոբյանի եղբայրն ես։ Վահան Քերոբյանին, որին ես չեմ տեսել, երբեք չեմ ճանաչել, ինքը էկոնոմիկայի նախարարն էր։ Բայց ես իրան գովում էի, ով ինձ նայել է իմ էֆիրները, հա, տեսնում եմ, հիմա ինքը դատերի տակ է Վահան Քերոբյանը, ես չգիտեմ ինչա կատարում այնտեղ, ժողովուրդ ջան, իրոք անիվը սարքեց իր գլխին, թե ինքը իրոք մեղավոր էր եւ այլ այդ դատը կապացուցի։ Բայց Ավետիք Քերոբյան, դու անծանոթ մարդկանց հետ հանդիպում ես, առաջիկու բառը միշտ եղել է փնովել ես աղբորդ։ Ինքը չի կարող աշխատի, ինքը շատ վատ է աշխատում, ինքը вообще այդ իր տեղը չէր եւ այլ եւ այլ։ Այդ նախանձից դու միացար այս սրբազաններին, որ դու էլ դառնաս պաշտոնյա, я тоже хочу вращаться, հա։ Քո այդ քանի անգամ եմ հանդիպել, 2-3, չէ։ Մի անգամ են ավանտյուրիստների հետ մտար մոտես հանդիպեցինք, մի անգամ Չոբանյանի մոտ հանդիպեցինք իրար հետ, ոնց էր որ մտնում Չոբանյանին։ Ու մենակ ինձ դեմ չես փնովել եղբորդ։ Մարդիկ կան, եթե պետք է կասեմ էֆիր կմտնեն։ Սաղի դեմ աղբորդ վրա բան է իրանում։ Իսկ քո եղբորը, որ ասեցին, որ բանը աղբերդ քո վրա բանան, դու նախարար ես էկոնոմիկայի աղբորդ քո վրա լսում է։ Քո եղբայրը այնքան բլագարոդին դուս եկավ, որ ասեց իմ աղբերը իմ ամենալավ կրիտիկն է, ես իր մասին վատ բան չեմ ասի։ Իսկ դու ասում ես, ցախ տեղերը մտնում ես ասում ես։ Потому что ты подонок։ Ուզում ես վրաշացալներ դեղի։ Սրբազանի միացար, հավատում էիր, որ բանը իրանք վլաստի են գալու, իրանք վլաստի չեն գա երբեք։ Այս ժողովուրդը էշ չի, արա, որ դուք էշ եք, մի մտածեք, որ այս ժողովուրդը էշ է։ Ժողովուրդ ջան, դուք մի բան հասկացեք, մի քանի անգամ ասել եմ, մի հատ էլ եմ կրկնում։ Նախընտրական տարի է։ Այս Կրեմլի ատական բան ուղեղը մաքրելու, լվանալու ատական էթալով ուժեղանալու է։ Ինչ ասես էլ չեն գրում։ Էլ ինչ ասես չեն գրում։ Ում մասին ուզում ես։ Մենք ոչ օրենք ունենք, ոչ բան ունենք։ Ով ինչ ուզում է գրում է, անպատիժ մնում է։ Եթե Կրեմլը կարողացավ Ամերիկայում իր ուզած մարդուն նստացնի պրոպագանդայով, Հայաստանը ինչա որ չի նստացնի։ Դրա դեմը պետք է առնենք։ Այդ կանալները պետք է փակվեն։ Այսի պարոն Հայրապետյան, դա ձեր ոլորտն է։ Ես խնդրում եմ ձեզ, ես գիտեմ դա մենակ ձեր որոշումը չի, բայց ձեր ոլորտն է։ Пролоббируйте этот вопрос։ Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում։ Ասենք տեսեք, ես Եվրոպայում չեմ կարող Սպուտնիկ Արմենիա մտնեմ, ես չեմ կարող։ Չեմ կարող։ Փակված է։ Շատ բաներ է փակված։ Ժողովուրդ ջան, եթե մենք ուտելիքի դիետա պահում ենք, շփվելու դիետա էլ պետք է պահենք։
հոգևոր դիետա էլ է պետք։ Մի հատ էլ բան ասեմ, մեր 2 օր առաջ մեր օդային ուժերի տոնն էր, Ժողովուրդ ջան, ես գրեցի, շնորհավորեցի մեր պիլոտներին շնորհավորում եմ, թե ռազմական, թե գրաժդանսկի, քանի որ իմ մայրիկը 33 տարի օդում է եղել, ստյուարդես էր, ես շատ գիտեմ դա ինչ է, էլի, շատ ներսից գիտեմ, որովհետև շատ եմ հետը թռել եւ այլը։ Հայկական պիլոտները ամենալավն են իրոք։ Կար պարոն Աթբաշյան, ինքը պրոռուսական էր, բայց որպես մասնագետ աշխարհում թե 5 հոգի ճարես, այդ 5-ից մեկը ինքն էր։ Աթբաշյանը, հա, ու մայրիկս մի օր պատմում է, գիտես ինչ է եղել, որ մենք ինքնաթիռը, ասում է, բանը պիլոտը ասեց գրազով կապած աչքերով կնստացնեմ, то есть փակած աչքերով։ Ու նստացրեց ինքնաթիռը։ Այդ մեր պիլոտների ուժն է, տենց են։ Իրան հետո գործից հանեցին դրա համար, ասում են, բա 100-ից ավել պասաժիր էր մեջ նստած, դու էդի ինչ ռիսկ ես արել, բայց հասկանում եք, որ կարացել է։ Հա, մեր պիլոտները ամենաուժեղն են։ Ու Սովետական միությունում միակ երկիրն էր Հայաստանի Հանրապետությունը, որ բանը Սանչաստիում մեր պիլոտները չէին անցնում խմացի բան տեստ, որ խմացես թե չէ։ Դա բացառվում էր։ Չնայած ասենք նույն Աթբաշյանը պատմել, որ KLM-ում ինքնաթիռում, որ իմացան բանը հոլանդական բանը KLM-ը, որ ինքը սալոնում էր, որ պիլոտները իմացան, որ այնտեղ Աթբաշյանը նստած, իրան հրավիրեցին կաբինա, ու կոնյակ բերեցին, պիլոտներն էլ խմեցին, իրան էլ հյուրասին, ասում է դուք ոնց կարաք, այ մարդ, բայց օդի մեջ ասում է Հայաստանում ես այդպես բան չեմ տեսել։ Да, наши пилоты этого не делают никогда, и они лучшие в мире. И մենակ պիլոտով ոչ մի բան չի որոշվում, Ժողովուրդ ջան, մենք մեր օդային ուժերը շուտով շատ ուժեղ օգնությունակալի, դա բաց ինֆորմացիա է, դաժե անգամ բաց ինֆորմացիայում կա ինչ ենք ստանալու բան, ես հիմա դա չեմ ասում, բայց ասում եմ, շատ ուժեղ բաներ ա գալու Հայաստան մեր, մենք ունենանք օդային լավ բաներ։ Դա ուզում ասեի, ու վերջում էլի ռազմաարդյունաբերությունից ասեմ, Ժողովուրդ ջան, տեսեք, այսօր էլի պարոն Հայրապետյանի հետ որ խոսեցինք, նա էլի եմ ասում, ոնց որ ես ու Արտակը խոսանք, նա ասեց այն, ինչ ես ասում եմ։ Այն դուխով ֆիդային բան, էթանք, խփենք, վեկալենք բան, Ժողովուրդ, մոռացեք։ Մի հատ կուզիկ ակնոցներով սինց կարա նստածել են, ջոյստիկը ձեռը կամպյուտերի, այդ 500 դուխով ֆիդային խփի։ Ժամանակները փոխվել են, տեխնոլոգիա է պետք։ Ու հիմա Հայաստանի Հանրապետությունը աշխատում է, որ այդ տեխնոլոգիան ունենա։ Արդեն շատ բան կա, դրանից 10 անգամ շատ է մտնելու է։ Հա, այդ ջոյստիկով տղեկ խփելու են։ Փառք Աստծո, մենք այդ հապը հավաքում ենք գնալով։ Աստվածան ամեն ինչ լավ կլինի, բոլորից սիրում եմ, հարգում եմ, ձեր ցավը տանեմ, հայենք։